Հունվարի 1-ից Հայաստանում գործում է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տվյալներով 65+ տարիքի 50,073 թոշակառու հունվարի 29-ի դրությամբ ստացել է 4.3 միլիարդ դրամի առողջապահական ծառայություն պետական բյուջեի միջոցներով։ Առողջության ապահովագրությունն անհրաժեշտ դեղերի մի մասը տրամադրում է անվճար, մյուս մասը համավճարով։ Այս ցանկը 2027 թվականից հետո գուցե ընդլայնվի։ Բացի այդ, համակարգում կան ծառայություններ, որոնք ներառված չեն պետական փաթեթում։ Կա խնդիր նաև, եթե ծառայությունները սահմանափակ են։ Օրինակ, առողջապահության նախարարության ղեկավար Անահիտ Ավանեսյանի խոսքով բժշկական ապահովագրության շրջանակներում MRT-ն հնարավոր կլինի տարեկան 2 անգամ անվճար անել։ Armenia Today հարցում է իրականացրել մայրաքաղաքում։ Քաղաքացիներից հետաքրքրվելով, թե օգտվել են արդեն համակարգից, ինչ խնդիրների են բախվել, անվճար են բուժվել, թե ոչ։ Դեռ չէ, բայց պատրաստվում եմ։ Իսկ ինչ է կարծում, ինչ եք լսել, հեշտ է, հեշտ չէ։ Դե տեղեր կա, ասում են հեշտ է, տեղեր կա դեռ ինչ որ հատվածներ կա բժշկության մեջ, որը որ դեռ ծրագիր մուտք չեն արել, ու ինչքանով որ ես տեղյակ եմ։ Ամեն դեպքում հուսով ենք իօգուտ քաղաքացու կլինի այս ամեն ինչը։ Երբ որ աշխատավարձը բարձրացնի, նոր կօգտվեք։ Ես ինքս բժիշկ եմ, լավ գիտեմ այդ սիստեման էլի ոնց է բանը։ Հա, մինչև ետել էր էլի անվճար պոլիկլինիկա։ Ապահովագրություն առողջության ոչ մեկ։ Դե հələ դրանով ինչ որ մի բաներ չեմ, հա, էսա պիտի գնամ ճիշտ է։ Բժշկույն կատեն նշանակեց, որը որ ուժը այդ ապահովագրությունով պիտի անցնեմ անվճար։ Всё, հա։ Իսկ հեշտ էր ընթացքը։ Հա, առանց պրոբլեմ։ Ընթացքը շատ հեշտ է, բժիշկների համար է շատ դժվար։ Դրա համար կարամ այդ կողմից խոսամ։ Ինչն է։ Ահա վրա։ Դե նապլիվը շատ է հիվանդերի, 15 րոպեն շատ քիչ է չես հասցնում։ Այդ կարգով է, այդ պահով։ Բժիշկների համար է, ահա որ։ Երկրորդ կարգի հաշմանդամությունը նոր այսօր եկա գրանց։ Այսինքն օգտվում եք արդեն։ Հա։ Իսկ հեշտ էր գրանցումը։ Իմը գրանցված է իրանք մենակ նորից հաստատեցին, վերահաստատեցին։ Ինչ ծառայությունից եք օգտվում։ Որ ծառայություններից եք օգտվում։ MRT-ը, հələ որ MRT-ից եմ մենակ օգտվում։ Նոր եմ փորձում օգտվել, բայց ոնց որ թե ինձ չի հասնում։ Ես երկրից բացակայել եմ։ Հիմա պետք է 6 ամիս ապրեմ երկրում, որ հասնի։ Եթե դենց լինի, ես գոհ եմ, որովհետև ոչ մեկ չի կարող իր թոշակով թեկուզ 50,000-ով գնա ինչ որ բուժ օգնություն ստանա։ Ինձ դենց է թվում, ես չգիտեմ։ Ես գոհ եմ, որ տենց լինի, հիմա սպասենք իմ 6 ամսվան, թե չէ գոհ եմ։ Ես թոշակառու եմ, կռի մասնակից վետերան։ Թոշակառուները ևս կարող են օգտվել։ Իմ դեղերս ցուցակ կա, առանց փողը։ Չեմ գնացել, չեմ ուզում, ոչը գնում եմ։ Օրեկան ապտեկայից դեղեր եմ առնում, ով ինչ դեղ ասում է խմում եմ, բայց ոչ մի բան։ Այդքան հիվանդացել են, գնացել եմ, սաղ ցույց ամենակ դեղերը գերում են ու ոչ մի բան ցավը տանում։ Գերում են, գալիս ես առնում ես, խմում ես, ոչ մի բան։ Փողը չկա։ Փողն է բարձավ, թոշակն է բարձավ։ Մեր էշն էլ նույն էշն է ամենակ փալանն է փոխվել, ոչ մի բան չի փոխվել։ Հիմա նոր օրենք է, որ թոշակառուների 65-ից բարձր առողջության ապահովագրությունից կարող են օգտվել։ Ես չեմ հավատում, այն ակնոթավորը այն մի հատը կա այն Թորոսյանը, ինչա, հա, այն էլ ասում է թոշակառուները բեռ են, տենաս իրա մերը թոշակառու չի, թե իրանք 3 միլիոն փող են ստանում, իրանց համար բեռ չի, մենք բեռ ենք, չէ որ 100 տարի աշխատել ենք, ձեզ վարկ ենք, փող ենք մուծե, որ այսօր մենք կարանանք ապրենք, իսկ մենք բոմժի նման ենք ապրում, ես ապրելա, որ ապրում ենք, ցավը տանը, մենակ իրանք են, նստած ուտում իրանց համար, մեզ ոչ մի բան չկա, հիմա էլ ընտրությունորն խառնվել են, էլի նույնն է, նույն համբալն է, մենք էշն ենք, իրանք եկան փալանն են մեր վրին, էշի պես ապրում ենք, Օգտվում ենք։ Իսկ հեշտ էր գրանցվել է հեշտ։ Չգիտեմ հələ։ Այո, շատ հանգիստ հերթագրվեցի։ Եվ որ ծառայություններից եք օգտվել։ Դե այդ արդեն հիվանդանոց եթե գնանք, Աստվածչանի իրահատությունները փոխհատուցեն։ Դեռ ոչ։
Նույնիսկ չգիտեմ, αλλά հիմա նոր եմ կնում։ Ճիշտ ասած հետաքրքրել է, բայց չեմ օգտվել։ Ոչ դեռ, Պատրաստվում եք օգտվել։ ախի չէ։ Իսկ ինչ տեղեկություններ ունեք ապահովագրության վերաբերյալ։ Ոչ մի տեղեկություններ չունեմ։ Չէ։ Չեմ էլ գրանցվել ճիշտ ասած։ Իսկ գրանցվելու եք։ Չգիտեմ, հələ որ ճիշտ ասած երկրից գնում եմ։ Երևի պետք չի։ Դեռ ոչ։ Իսկ ինչ տեղեկություններ ունեք, հեշտ է ստացվում։ Դե ցանկ տեղում էլի տեղեկությունները ստանանք, դե տեղեկությունը, ինչ տեղեկություն։ Գիտենք, որ համակարգը ներդրվել է, ես շահառու եմ ամենայն դեպս ծնողներս, իսկ մնացածը ընթացքում արդեն པարզ կլինի։ Այո։ Որ ծառայությունից եք օգտվել։ Ոնց որ ծառայությունից։ Առհասարակ ինչից եք պատրաստվում օգտվել ապահովագրության դեպքում։ Եթե հարկ լինի ամեն ինչից։ Հեշտ է։ Ոչինչ։ Ոչինչ չեմ ասի շատ հեշտ է, բայց կազմակերպչական հարցերն են ուղղակի։ Ուրիշ խնդիր չեմ տեսնում։ Չենք օգտվել, դե նոր ենք եկել, բայց երկու անչափահաս երեխան էլ մեջը չկան դեռ։ Դեռ ոչ։ Смысле ինչ պիտի это ես դրանից հետո եկել եմ բժշկի թե հիմա ինքը ինչ կլինի դա չգիտեմ Առողջության ապահովագրության համար գրանցվել եք դուք։ հա գրանցվել եմ կարծես թե դեռ փոփոխություն չեմ զգացել այնպես չի որ հա ասեցին պիտի դեղերը տան ձրի դա ավելի լավ չի հիվանդանանք ձրեր չլինի Բայց դեռ չեն տվել, ես էլ մեր շաբաթ առաջ եմ եկել. Так что не каждый день прихожу, я и не знаю, как будет. Հələ չէ, նոր ենք Չեմ օգտվել, որովհետև չի հասնում, աշխատավարձս ցածր է։ Դեռ ոչ։ Հա, այնպես առաջի դեպքն է։ Եվ ինչ կասեք, անվճար է։ Հա? Այո։ Իսկ հեշտ է գրանցվելը։ Պրոբլեմ չկար։ Պոլիկլինիկա։ Պրոբլեմ չկար, եմի որ ձեր հետ խոսնեմ, այդ կաներ չտևից։